Տիկին նախարար, դուք քիչ առաջ նշեցիք 19,000-ից ավել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստանալու փաստը։ Ես ուզում եմ հարցս հետևյալ կերպ ձևակերպել. ինչքան մեր հայրենակիցներ կան, որոնք որ դիմել են քաղաքացիություն ստանալու եւ մինչեւ այս պահը չեն ստացել քաղաքացիություն եւ այդ գործընթացի վերջո ձեր պատկերացմամբ այն մեր քաղաքացիների, նաև ես եմ շատ դիմումներ ստանում, որ ամիսներ շարունակ սպասում են իրենց ստանալու օրվան։ Դուք ունեք տվյալներ, թե ինչքան մեր հայրենակիցները սպասում են դրան եւ արդյոք մինչեւ ինչ ժամանակահատվածի մասին է խոսք, այսինքն մինչեւ ընտրական process-ների մեկնարկը այդ մարդիկ հնարավորություն կունենան ստանալու անձնագրեր եւ մասնակցել համապետական ընտրություններին։ Այդ առաջին հարցը է։ Երկրորդ հարցս վերաբերվում է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հայտնի իրադարձությանը։ Ես ուզում եմ ձեզնից տեղեկանալ, արդյոք այդ հրամանը դուք եք տվել, թե ոստիկանության պետն է տվել։ Խնդիրը հետևյալն է, էլի, Դավիթ Մինասյանը դպրոցական է, անչափահաս է եւ լավ չափահաս է, դպրոցական է, հարցս լսեք, մի խանգարեք, ուրեմն հարցս հետևյալն է, նման կերպ ուրեմն բերման ենթարկելու կամ ձերբակալելու պատեհությունը որն է, այսինքն այդ ասֆալտին ծեփելու շրջանակների մեջ է տեղավորվում եւ ոչ միայն այդ երիտասարդի հետ կապված, այլ շատ դեպքերում մենք ականատեսն ենք լինում նման կերպ ուրեմն մարդկանց բերման ենթարկելու, որի իմ կարծիքով եւ իմ համոզմամբ պատեհությունը չկա։ Վերջ։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Դանելյան, ես ասեմ, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով ես իզուր չնշեցի, որ մենք ունենք դիմելույթյան աճ, թեև շատ հայրենակիցներ բողոքում են, որ process-ը թվայնացվել է, բայց դա կենսական անհրաժեշտություն է, բայց թվայնացումն է հենց նաև հնարավորություն տվել, որ մենք 3.5 ամսվա ընթացքում այս տարվա կտրվածքով դիմումների թիվը ունենանք շուրջ 7000։ Այլ հավասար պայմաններում անցած տարվա առաջին կիսամյակում մենք ընդամենը շուրջ 4000 դիմում ունեինք ամբողջ կիսամյակի հաշվարկով։ Հիմա ընդամենը 3.5 ամսվա հաշվարկների շրջանակներում 7000 դիմում ունենք ստացած, 36676 անձի ընդհանուր առմամբ քաղաքացիություն շնորհվել է, ունենք այս պայծրության process-ի մեջ գտնվող 4000 շուրջ 4-5000 վարույթներ, որոնք ընդհանցքավորված են եւ առաջիկայում մի մեծ խմբականակ նաեւ կուղարկենք նախագահի աշխատակազմ։ Մի կողմից ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցներն ի վերջո որոշել են շարունակելու իրենց կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ պետության հետ ավելի ամուր կապ ձևավորելու որպես քաղաքացի։ Մյուս կողմից սա նաեւ մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ հարթակի գործարկումը, նաեւ գրավչությունը Հայաստանի Հանրապետության ավելի մեծ հոսքեր է ապահովել այս առումով, բայց մենք միայն տարվա վերջին ենք անցած տարվա կտրվածքով ունեցել մեր խոստման մի փոքր ժամանակային շեղումներ, որովհետև նախկինում նշել էի, որ 1.5-2 ամսվա կտրվածքով հանգուցալուծում ենք, հիմա մի փոքր երկար է տևում, բայց արդեն փորձագիտական նոր անձնակազմ ունենք նաև ներգրաված, որպեսզի այս գործերը եւս արագ ուղարկենք նախագահի աշխատակազմին։ Այնպես որ անհոգ եղեք, ես որևէ process չեմ կապում ընտրական գործընթացների հետ, որևէ ձևով հարցին չեմ անդրադառնում որպես ընտրություն հասցնելու չհասցնելու թեմա։ Մենք ունենք հանձնառություն այն հայրենակիցների մասով, ովքեր որ ուզում են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ըստ այդմ process-ը կազմակերպել, մինչ այս պահը ունեցել ենք 0 մերժման դեպք։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, իրականում ազգային ժողովն է ընդունել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը եւ ազգային ժողովն է հաստատել, որ թե անչափահասները, թե չափահասները որոշակի հանցագործությունների համար կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության եւ ոչ մի տարօրինակ բան չկա, եթե ինչ որ դեպքով խոսենք անչափահասին պատասխանատվության ենթարկելու մասին կամ չափահասին պատասխանատվության ենթարկելու մասին եւ հարգելի գործընկերներ, բերման ենթարկելու process-ն էլ ոստիկանության դասական գործառույթների մեջ մտնող
գործող մեթոդ է, եղանակ է, ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ որ ասենք, որ ոստիկանությունը բերման չի ենթարկի որևէ քաղաքացու, այլ է հարցը process-ը պրոֆեսիոնալ չէ, որոշակի շտկումների կարիք կա թե չկա, բայց կա գործառույթներ, որոնք որ ոստիկանությունը անկախ որևէ ցուցումից պարտավոր է իրականացնել, եւ սա հենց այդ դեպքն է, երբ որ կա հանցագործության առերևույթ դրվագ եւ անձը անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա վերման է ենթարկվել, ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական մարմին։ Համեցեք արձագանք։ Տիկին Սարգսյան, հարցս հենց այդ բովանդակության մեջ է։ Ես Քաբլիցի որևէ իրավապահ համակարգի աշխատանքի մեջ մտնելու ցանկությունը չունեմ, բայց խնդիրը այլ է։ Որոշ ոստիկանների, ոչ ամբողջությամբ վերցրած, որոշ ոստիկանների կամ ԱԱԾ-աշխատողների ձևը բավականին խնդրահարույց է, այսինքն եթե գործ կա, հարց կա, այդ ամեն ինչը ավելի ցիվիլ ձևով կազմակերպելու, կրկնում եմ, ավելի պատեհ կլինի եւ ավելի ճիշտ կլինի, բայց եթե օրինակ այս դեպքից էլ վերացարկվենք, եթե օրինակ մարդուն կանչում են դատախազություն կամ քննչական կոմիտե, մարդը խուսափում է կամ որևէ այլ ոչ իրավապահ գործողություններ է դիմում, հասկանալի է, բայց եթե մարդը չի ստացել օրինակ ծանուցում եւ այլ նմանատիպ դեպքերում դուք կոնկրետ մշակած, ավարտում եմ խոսքս, կներեք, դուք կոնկրետ մշակված ինչ-որ համակարգեր ունեք, որը որ կապահովի հենց նշածս երևույթների չլինելը։ Պարոն Դանելյան, շնորհակալություն, որ վերացարկվում եք այդ օրինակից, որովհետև այդ օրինակում իրականում ոչ մի ծանուցման խնդիր չկար, ոստիկանությունը իր գործառույթն իրականացրել է process-ը հավուր պատշաճի, բայց գլոբալ, եթե անդրադառնամ ուժային միջոցների գործադրման ստանդարտին, մենք ներդրել ենք այդպիսի ստանդարտ, որը վերաբերում է նաև բերման ենթարկելուն, դատավարական տերմինոլոգիայով ասված ձերբակալման ինստիտուտին, կան հստակ ստանդարտ օպերացիոն պրոտոկոլներ, որոնք որ հաստատվել են համապատասխան հրամանով եւ դրա շրջանակներում մենք կրթական process-ն են կազմակերպում մեր ծառայողների, բայց ուզում եմ նաև շփոթել չլինի, որովհետև իրավիճակը պիտի ոստիկանը տեղում գնահատի։ Դիմադրություն կա թե չկա, ագրեսիվ վարքագիծ կա թե չկա, տարածքում կարող է process-ը անվնաս իրականացնել թե ոչ, կարող է ինչ-որ մեկը խանգարել process-ին թե ոչ, բավական շատ են շերտերը, այնպես որ ուզում եմ վստահ լինեք, որ այն ստանդարտ process-ները, որոնք որ գծագրել ենք ոստիկանության համակարգի տեսանկյունից կան, միևնույն ժամանակ աշխատողը ինքը պիտի գնահատի իրավիճակը եւ ըստ գնահատականների գնա առաջ, որովհետև այլ հավասար պայմաններում ուղղակի մենք քառակուսի ինչ-որ process են գծելու ոստիկանության համար, որը տվյալ իրավիճակում կարող է ուղղակի չաշխատել։ Բայց անհոգ եղեք, վերապատրաստումները շարունակելու ենք նաև այս տարվա կտրվածքով, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ իրականացնենք բոլոր գործառույթները։ Շնորհակալություն, ես իմ